Այսպեսի մոտեցում ունենք, որ չենք պայմանավորվել, բայց եթե մի կարևոր որոշում կա, որ ենթադրենք մեզանից մեկը համաձայն չի, բայց մյուսը հավատում է, որ դա կլինի, ոնց որ այդ ձեռնպահ քվարկողը ձեռնպահ է, այսպես ասած, մյուսը դեպ քվարկում, մի կողմը բավարար է, որ որոշումը ընդունվի, էլի, մոտավորապես այսպես է։ Արդյոք բիզնեսմենները միշտ է որ ասում են ամեն ինչ միմյանց։ Հատկապես մեր նման երկրներում, որտեղ որ իրականում մենք շատ ավելին ունենք անելու, քան պարզապես բիզնես անելը, ինձ թվում է շռայլությունն է այդ մրցակցությունը։ Երբ որ չարաբաստիկ պատերազմը սկսեց, կարծում եմ յուրաքանչյուր գործարար այդ պահին ավելի կարևոր բան ուներ իր առջև դրված ու իհարկե պետք է հաշվի առնել, որ նմանատիպ օրեր կարան լինեն։ Մի ընկեր ունենք, ասում է, Միացյալ Նահանգները շատ լավ երկիր է, բայց մի հատ խնդրեմ կա, դա մերը չի։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցները գործարար ընկերներ Էմիլ Կրոյանը եւ Գոռ Կարապետյանն են։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Դուք գործընկեր լինելուց զատ նաեւ դարձել եք լավ ընկերներ։ Ինձ հետաքրքիր է, ինչպես է պահվում այդ սահմանը եւ բացի գործընկերական մասով, որ գաղափարները բնականաբար կիսում եք, այսպես ասած ձեր շահերը նույն ուղղությամբ են։ Որպես ընկերներ նախասիրությունները եւս կիսում եք, նույնն է, թե տարբեր եք։ Իրականում վերջին շրջանում ամենաշատ մտածելու թեմաներից է առհասարակ հարաբերությունների մեջ ու ես կարծում եմ, որ ոչ միշտ է պետք, որ պարտադիր է լավ հարաբերությունների համար, որպեսզի խառնվածքները կամ սովորույթները համապատասխանեն ու կարծում եմ գլխավոր բանը դա արժեքներն են եւ բիզնեսի մեջ նաեւ գաղափարները եւ եթե այդ երկուսը համապատասխանում են, կարծում եմ շատ լավ հիմք է ընկերություն կառուցելու համար։ Իմ կարծիքն է, որ այդ երկու առումով մեր մոտեցումը համապատասխանում է արժեքների եւ գաղափարական առումով։ Մնացած հարցերում շատ տարբեր են, այսինքն կարան բաներ լինեն, որոնք որ նախասիրությունների առումով կրկնվեն, կարան բաներ լինեն, որ տարբերվեն ու կարծում եմ դա է պատճառը, որովհետև լինում է, որ սովորույթներով եւ այլն մարդիկ շատ նման են իրար, բայց հետո տեսնում ես ինչ-որ մի բան փլուզվեց, հետո հասկանում ես, որ ավելի կարևոր հիմքեր են այնտեղ խալխլված, դրա համար կարծում եմ սա ավելի կարևոր բան է, գաղափարն ու արժեքները, որը որ մեր դեպքում կարծում եմ ամենաբարձր մակարդակի վրա կարողանում ենք պահպանել։ Ստեղ փոքր ավելում անեմ, իրականում իրոք համ շատ ընդհանրություններն են շատ, համ ծայրահեղ տարբերությունները, բայց մի հետաքրքիր միտում էլ կա, շատ հաճախ մեզանից մեկի հետ եղած դեպքը մյուսը ներկայացնում է իր հետ եղած ակամայից, այսինքն կամ որ հիմնական իրադարձությունները նույն տեղում են լինում կամ միասին են լինում, դրա համար չենք հիշում սկզբում աղբյուրը կամ ում հետ ա եղել, այսպեսի հետաքրքիր բաներ էլ կան։ Սա խոսում է նաև, բայց որ սկզբունքային առումով, այսինքն կա, ինչպես ասում են, sync ստատուս, այսինքն սինխրոնիզացած ենք իրար հետ, ամեն դեպքում գլխավոր հարցերի ու արժեքային համակարգի առումով։ Հրաշալի։ Երկու գործարար հանդիպել են իրար եւ ստեղծել Targeting ընկերությունը։ Ինչ ընկերություն է, խոսենք այս մասին եւ գործարար դառնում են, թե այդպես ի սկզբանե լինում է մարդու մեջ այդ հատկանիշները։ Ձեզ մոտ երբ նկատեցիք, որ ուզում եք գործարար լինել, բիզնես ստեղծել, նոր բան ստեղծել։ Իրականում 10 տարի առաջ, եթե ինձ ասեիք, ես չէի հավատա, որ ես կարող եմ զբաղվել գործարարությամբ, որովհետև միշտ աշխատել եմ ինչ-որ մի ընկերությունում, այդ թվում ղեկավար պաշտոնում, բայց չեմ պատկերացել, որ կունենամ իմ սեփական գործունեությունը։ Ձեր հարցը կարելի է վերաձևակերպել որպես պատասխան, այսինքն եւ ծնվում են եւ դառնում են։ Ես այն օրինակն եմ, որ դարձել եմ։ Ու մինչեւ որ, այսինքն դառնալը դա շատ հարաբերական հասկացողությունն է, դառնալու ճանապարհն է նույնիսկ, այսինքն աշխատում են իմ վրա, իմ մոտեցումների, մտածելակերպի վրա, կարծում եմ Էմիլի եւս։
Այսպես, targeting-ի մասով իրականում երկու գործարար ասվածը ճոխեր այդ պահի համար, որովհետև ես գործունեությունը նոր եմ սկսել, մոտ 1 տարի, այլ անվամբ, որոշակի ծավալներով։ Հետո գործնական հանդիպում ունեինք Էմիլի հետ ու ոնց որ ընդհանուր ծանոթներ դուրս եկան, ինչպես այլ հայկական իրականության մեջ։ Հետո շփումներ, հետո ինքը սկսեց ինձ հաճախորդներ ուղղորդել։ Ես առաջարկեցի մի քանի անգամ ասում էի, արի քեզ cashback տամ, referral fee տամ, բայց չէր համաձայնվում, կներեք անգլերեն բառերից համար։ Հետո երբ որ շատ մերժեց, այնպեսի առաջարկ արեցի, որ ես չէր կարող հրաժարվել, ասացի դե արի դեպքում միասին սկսենք լրիվ նոր ընկերություն համատեղ։ Կարծում եմ գործարարները հենց այդ խոսակցության ժամանակ հանդիպեցին, որտեղ դրանից առաջ մենք ոչ մեկս այդպես ասած գործարար չէինք։ Ես այդպես եմ տեսնում։ Targeting-ի գործունեությանն էլ անդրադառնա Էմիլիան։ Շատ լավ։ Դե ոնց Գորը նշեց, իրականում այդ փուլում շատ հետաքրքիր ու հատկանշական հանդիպում էր մեր հանդիպումը։ Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հետաքրքիր դասավորվեց ամեն բան ու թե ես թե վստահ եմ նաև Գորը ոնց որ այդ սցենարը երբեք չենք կանխատեսի։ Դրա համար երբեմն որ շատ պլանավորումից խոսվում է ու շատ գերագնահատվում է, մեկ-մեկ sense բաներ են լինում, որ ընդհանրապես ոչ մեկ չէր կարա պլանավորել, բայց կարա ամբողջ ճակատագիրը քո կյանքդ փոխվի։ Կարծում եմ այս այդ դեպքերից մեկն էր, որ տեղի ունեցավ։ Ու դրա հիման վրա մենք սկսեցինք մեր ընկերությունը, գործընկերությունը, բիզնեսը, ու 2016-17 թվականին արդեն հիմնադրվեց targeting-ը։ Սկզբում մատուցում էինք 1-2 ծառայություն, SEO ծառայություն, SMM ծառայություն, ու աստիճանաբար սկսեցինք մեծացնել, ընդլայնվել, անձնակազմը մեծացնել եւ հասանք մի կետի, որտեղ որ մեզ թվում էր, որ մեր լավագույն կետն էր, հետո COVID-ը սկսեց, հետո ոնց սկսել ենք, այդ նույն սկզբունքով տենց անկում եղավ։ Մեր հաճախորդները 3 օրվա ընթացքում բոլորը պայմանագրերը դադարեցրեցին։ Ընդհանրապես մի հաճախորդ էր մնացել, մտածում ենք կարող մենք պետք է զանգենք, հուշենք, որ պետքա պայմանագիր դադարեցնի։ Կարծում ինքը մոռացել է։ Երևի մոռացել էր։ Ամեն դեպքում ոնց որ տենց հետո բոլորը հետ եկան արդեն ինքը ասաց իմ մոտ ֆինանսական խնդիրներ կա, կլինի պայմանագիրը դադարեցնեմ։ Դա իրականությունն է, շատ զավեշտալի։ Մի խոսքով, հետո դրանից հետո արդեն նորից ոնց որ սկսեցինք թափ հավաքել եւ սկսեցինք շարունակել մեր գործունեությունը ու այսօր ավելի մեծ տեմպով, մեծ խանդավառությամբ նաև շարունակում ենք այն ինչ որ արել ենք ավելի որակյալ ձևով, ավելի ոնց որ հետաքրքիր ծառայությունների միջոցով ժամանակին համահունչ փորձում ենք առաջ շարժվել։ Այ հետաքրքիր է, դուք որոշումներ ինչպես եք կայացնում ձեզնից, ով է ավելի էմոցիոնալ, արագ որոշում կայացնողը եւ մյուսը ով է ավելի հավասարակշռությունը պահում կամ հետ պահում որոշումից։ Լինում են բախումներ կամ երկար քննարկումներ։ Այստեղ կարոց առաջ մի քանի այդպիսի քննարկումներ ունեցել ենք։ Բախում ասվածը իրական ճոխ է, եւ մեր հենց այս տարիների հենց համագործակցության հիմքում հենց բախումների կետը իմաստուն կերպով ամենքս մեր կողմից շրջանցել կարողանալու հմտության մեջ է։ Որոշումները եւ էմոցիոնալ առումով են կայացում եւ ոչ, իսկ ընդհանուր առմամբ այսպեսի մոտեցում ունենք, որ չենք պայմանավորվել, բայց եթե մի կարևոր որոշում կա, որ ընդհանրենք մեզանից մեկը համաձայն չի, բայց մյուսը հավատում է, որ դա կլինի, ոնց որ այդ ձեռնպահ քվարկողը, ձեռնպահ է, այսպես ասած, մյուսը թեև քվարկում, մի կողմը բավարար է, որ որոշումը ընդունվի, էլի, մոտավորապես այսպես է։ Բայց այս մասին իրական մենք չենք էլ խոսել, ուղղակի հրաշալի հարգանք է մյուսի հավատի հանդեպ այդ պահին, էլի։ Այստեղ մի հատ կարևոր նյուանս կա, որը որ Գորը չնշեց, այստեղ ստացվում է, որ անուղղակի ձևով այդ պատասխանատվությունը ընկնում է այն մեկի վրա, ով այդ նախաձեռնել է։ Դրա համար ինքը շատ լավ փոխզսպող մեխանիզմ է հանդիսանում, որ ինչ-որ մի բան առաջարկելուց դու հասկանում ես, որ դրա պատասխանատվությունը քոնն է։ Հա, ինքը ավտոմատ ոնց որ այդ խնդիրը կանխում է։ Արդյոք դու դրա տակ կմտնես, թե չես մտնի։ Դրա համար այդ միջոցը տես չենք նստել քննարկել շատ երկար, բայց եկել ենք այդ եզրակացությանը, որը որ կարծում եմ շատ լավ զսպում է մեր էմոցիոնալ եւ ռացիոնալ այդ դաշտը բերում է բալանսի։ Հենց այսօր առավոտյան մի այդպեսի զրույց ունեցա, բան էի առաջարկում ու նաեւ խնդրում, նաեւ ակնկալում եմ, որ Էմիլը կանի, բայց խոսակցության տրամաբանությունն եկա, որ ես պետք է անեմ, ու այդ խոսքը մեջ բերեցի, որ նախաձեռնությունը պատժվում է կատարմամբ։ Այսինքն շատ այդպես հաճախ լինում է։ Հունիսի 6-ին տեղի է ունենալու LinkedIn Local Երևան միջոցառումը, որի մասին համացանցը օրեր շարունակ տեղյակ է պահում մեզ, այսպես ասած։ Ինչ լավ է։
Դուք ունեք նախորդ արդեն փորձ, որի մասին եւս երկար խոսվել եմ, հաջողված փորձ, հրաշալի փորձ։ Ինչ կասեք այս սպասվող միջոցառման մասին, ինչով կտարբերվի նախորդ միջոցառումներից եւ առհասարակ ինչ է տալիս բիզնես միջավայրին։ Ես ասեմ ինչ է սպասվում, եթե ծանոթ եք մեր նախորդ տարվա միջոցառմանը, մենք մոտ 300 գործարարի, top manager-ի մեկտեղել էինք մի հարկի տակ, շատ հետաքրքիր միջավայրում, ունենք լավ խոսնակներ եւ ունենք հատուկ ժամանակահատված, երբ որ մարդիկ շփվում են իրար հետ, կլոր սեղանների շուրջ նստում են, ներկայացնում են իրենց, նաեւ ներկայացնում են թե ինչի կարիք ունեն եւ այդպես սեղանները փոխելով մի քանի տասնյակ գործարար կապեր են հաստատում, շատ արդյունավետ է, իրոք մենք միջոցառումից հետո շատ տևական ժամանակ լսում ենք, որ այդ ձեր միջոցառման ժամանակ այս մեկի հետ ծանոթացա, այս խնդիրը լուծվեց։ Այս տարի բացի ինչ որ ասեցի, այսինքն ունենք օրինակ Սփյուռքից լավ խոսնակ Արամ Պետրոսյանը, Կերպեդանս շվեյցարական ժամանակությունների համահիմնադիր, շատ հետաքրքիր մարդ։ Ես եւ Էմիլին ենք նաեւ ելույթ ունենալու, ինչպես ասում ենք, ավելի տանտիրոջ ոնց որ իրավունքով կրճատել ենք ելույթների հատվածը։ Ելույթներ ունենալու ենք, հաջորդելու է արդեն այդ ֆասիլիտացված նետվորքինգը, որ ասեցի, եւ եւս մի քանի կտոր, քան որ շատ են, կիսենք մեր մեջ, թող մյուս մասը Էմիլը պատմի։ Երկրորդ մասը մենթորների կտորն է, որը որ նախորդ տարի մենք չենք ունեցել։ Նա իրականում որտեղից եկավ այդ միտքը, նախորդ տարի մենք 7 թե 8 խոսնակով էինք հանդես գալիս, քանի որ միջոցառումը հենց իր բնույթով տարբերվում է նրանով, որ ինքը նետվորքինգի համար է նախատեսված, գլխավոր ոնց որ գործոնը հենց նետվորքինգն է, մենք որոշեցինք խոսնակների կտորը հասցնենք ել ավելի քչացնենք, մինիմալի հասցնենք եւ փոխարենը ոնց լուծեցինք այդ խնդիրը, քանի որ մենք այնտեղ ոլորտային տարբեր ներկայացուցիչներ ունենք, տարբեր ոլորտներից են գրանցվում միջոցառմանը եւ ելույթ ունեցող մարդու համար դժվար է բոլոր սեգմենտների համար շատ թիրախային ելույթ ունենալ եւ միևնույն ժամանակ նաեւ ժամանակի հարցն է։ Մենք փորձեցինք թե ժամանակը տնտեսել այդտեղ եւ թե ավելի թիրախային դարձնենք բոլոր հյուրերի համար։ Եվ խնդիրը լուծեցինք հետեւյալ ձևով. ներգրավեցինք մեր նախորդ տարվա խոսնակներին եւ նաեւ նոր մարդկանց, ովքեր որ այս անգամ արդեն հանդես են գալիս մենթորի կարգավիճակով ու թիրախային խոսում են ոչ թե 15 կամ 20 րոպե, խոսում են ավելի երկար ու այն լսարանի հետ, ում տվյալ թեման ավելի հետաքրքիր է, որը որ նաեւ հնարավորություն է տալիս այդ թեմայի շուրջ ավելի խորացված, ավելի ինտերակտիվ քննարկում անել։ Սա կարծում եմ հրաշալի փորձ է եւ ավելի հետաքրքիր կդարձնի մեր միջոցառումը, ինչպես նշեցի նախորդ տարի չունեինք այդ կտորը։ Մյուս կտորը մեզ մոտ դեսպանների կտորն է, քանի որ նաեւ մենք ունենք շատ գործարաններ, ովքեր որ դուրս են արտահանում որևէ ծառայություն կամ ապրանք, կամ մտադրություններ ունեն ոնց որ դրսի շուկայում ծավալվելու, այս կտորը կարծում եմ շատ հետաքրքիր մեծ արժեք կբերի նաեւ այս սեգմենտի համար։ Եվ նաև այդ կտորն ենք կարողացել բավական հետաքրքիր ձևով փակել եւ երևի թե մյուս, այսպես ասած, նորություն թարմությունը փորձել ենք ժամանցային կտորը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնել։ Նաև միջոցառման վերջում ունենալու ենք մենահամերգ, Գորսուջյանն է ելույթ ունենալու, մենահամերգ է ունենալու եւ DJ Վակցինան, որը նախորդ տարի էլի ներկա էր։ Ու եթե կարճ ամփոփեմ, մեր ամբողջ միջոցառման նպատակն է, որ մի հարկի տակ հավաքված մարդկանց կարողանանք ապահովել ժամանցով, կրթական որակյալ կոնտենտով եւ նետվորքինգով։ Այս 3 կարևոր գործոններն են, որոնք որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որպեսզի ամեն տարի ավելի կատարելագործենք, ավելի թիրախային դարձնենք ու կարողանանք լսարաններին մաքսիմում օգուտ տանք, այդպես։ LinkedIn-ը գործարարների հենց համար ստեղծված հարթակ է, որտեղ արդեն իսկ իրենք շփվում են։ Այսպես ասած, իրենց տեղափոխում եք ավելի իրական շփման դաշտ, ճիշտ է։ Մեկը հրաշալի ձևակերպում տվեց, այս մասին էլի ասել եմ, երբ որ պատմեցի միջոցառման մասին, ասեց ձեր միջոցառումը նույն LinkedIn-ն է առանց Wi-Fi-ի։ Իրոք հրաշալի։ Դեռևս տարիներ առաջ մարդիկ դիտարկում էին երկու բիզնեսմենի, օրինակ, հենց բիզնեսմենները իրար նաև դիտարկում էին որպես մրցակիցներ, ոչ թե գործընկերներ։ Սակայն եղան տարբեր ակումբներ, տարբեր միջոցառումներ, որոնց շնորհիվ փոխվեց այդ ամենը, եւ մարդիկ սկսեցին շփվել, միմյանց հետ նաև համագործակցել, որի արդյունքում բնականաբար ծախում կապրի նաև տնտեսությունը։ Սակայն կա այսպիսի մի մտածելակերպ կամ, չգիտեմ, կասկած, որը միշտ կա։ Արդյոք բիզնեսմենները միշտ է որ ասում են ամեն ինչ միմյանց, թե կա մի բան, որը միշտ
պահում են։ Միշտ է որ գաղտնիքներն ասում են, շատ հաճախ մեր օրերում նաև մարդ իր հաջողության պատմությունը դարձնում է գիտելիք եւ փոխանցում է մյուսին, ստեղծելով նաև իսկապես շատ դեպքեր կան, որ ստեղծում է մյուսի հաջողության պատմությունը, չէ՞։ Բայց կա բան, որը բիզնեսմենը պետք է պահի իրեն կամ պահում է, թե իսկապես այդքան անկեղծ ու բաց են։ Շատ բազմաշերտ հարց եք տալիս։ Իրականում կոմերցիոն գաղտնիք հասկացողություն կա ու դա նորմալ է, որ կարող է ունենալ, ընդ որում դա միայն տվյալների մասին չի, դա միգուցե ինչ-որ բացահայտման մասին, ինչ-որ լուծման մասին է, որ պետք չէ հանրայնացնել, որտեղ դա հենց տվյալ բիզնեսին դարձնում է յուրահատուկ։ Բայց մյուս կողմից նաև վարպետներ կան, իրենց գաղտնիքները բոլորին չեն ասում, այս մի քիչ ավելի սուբյեկտիվ ու էմոցիոնալ տարեր ունի իր մեջ, բայց մյուս կողմից ես նկատել եմ, հիմա մեր օրինակ մենթորները, ուրեմն ասես նայեք ցանկը մոտ 8 հոգի են, նախին վարչապետ ունենք, նախարար ունենք, կայացած գործարարներ, ամբողջական ինդուստրիան ներկայացնող նույնիսկ այնպիսի գործունեություններ, որոնք տվյալ ինդուստրիայի մեջ նաև կատեգորիա են կարելի ասել ստեղծել են, որոնք շատ բաց են կիսվելու մեջ, իրենց կուտակած փորձի, գիտելիքների ու կապի մեջ, ու սա շատ հրաշալի է, որովհետև մենք լինելով նման սահմանափակ տնտեսական հնարավորություններով երկրում, այ կուտակած փորձը, որը ինչ որ մի քանի ուղղությամբ աշխատել է, դա սուր պահանջ է, որ դա ուղղակի մասշտաբայնացվի։ Ու ես կարող եմ արձանագրել, որ բազմաթիվ մարդիկ ամեն դեպքում այն մարդկանց հետ մենք շփվել ենք, շփվում ենք, շատ բաց են։ Եթե կա այսպեսի խոսք կա, դու չես ունենա պատասխան, եթե չտաս հարցեր։ Եթե ճիշտ հարց տվող կա, հաստատ պատասխան տվողը կա։ Այսինքն կա այդ պատրաստակամությունը։ Ես այս առումով զուտ որ ավելացնեմ միջազգային փորձը նաև անցած տարի Գորի հետ մասնակցում ենք Լաս Վեգասում CS ցուցահանդեսին, խոշորագույն տեխնոլոգիական էքսպո ցուցահանդեսներ ու այնտեղ տեսնում ես մի պարզ բան, որ ոնց կարա աշխարհի խոշորագույն ընկերությունները ինչպես կարող են միասին համագործակցել ու ստանալ նոր ապրանքներ։ Ու դու տեղ հասկանում ես մենք ինչ փոքր բաների շուրջ ենք փորձում մրցել, երբ որ իրականում մրցելու բան չկա, ու մարդիկ ինչ մեծ բրենդերով համաշխարհային massայական օգտագործման ապրանքների շրջանակներում կարողանում են նոր ապրանքներ ստեղծեն ու առաջի հայացքից մեր չափորոշիչներով մրցակից ընկերություններ։ Դրա համար ոնց Գորը նշեց, հատկապես մեր նման երկրներում, որտեղ որ իրականում մենք շատ ավելին ունենք անելու, քան պարզապես բիզնես անելը, ինձ թվում է շռայլություն է այդ մրցակցությունը, հատկապես երբ որ այդ մրցակցությունը երբեմն ցավոք սրտի ուղեկցվում է ատելությամբ ու երբեմն շատ անձնավորված, շատ տենց այդ ոնց ասեմ, վայրի մրցակցությամբ, էլի։ Դրա համար կարծում եմ ուղղակի պետք է ամեն մեկը իր գործը ավելի լավ անի ու ծեծված թեմա է, բայց ամեն մեկը պետք է ուղղակի փորձի մրցի իր երեկվա իր հետ, ոչ թե իր կողքինի հետ, դա շատ ժամանակ պարզապես կորում է ֆոկուսից իր սեփական բիզնեսը, քանի որ ֆոկուսը այլ բիզնեսներ են։ Ուղղակի պետք է կենտրոնանալ սեփական բիզնեսի վրա։ Կարծում եմ մենք չափազանց ռոմանտիկ ենք կիսվելու առումով, երբեմն տարօրինակ։ Մենք մեր ոլորտում, որպես մարքեթինգային ընկերություն նույնիսկ, երևի 5-6 ընկերության առնվազն, որ ես հիշում եմ այս բանին, փորձում եմ հարցի ժամանակ զուգահեռ հիշել, երևի 5-6 ընկերության full շատ խորը կիսվել ենք մեր փորձով, նույնիսկ երևի թե որոշ դեպքերում, որ մենք միգուցե նաև կոմերցիոն գաղտնիքներով, եւ դա արել ենք շատ սրտանց, համարելով, որ նորմալ է, թող ինֆորմացված լինեն, որովհետեւ երբ որ մենք մտել ենք շուկա, մենք ունեցել ենք դրա կարիքը, բայց ցավոք մեզ տես չեն նայել, ոնց որ մենք ենք նայում, ու փորձում ենք այդ շղթան կանգնեցնել ու հակառակը պատտել, որ եթե հնարավոր է կիսվել։ Ու նաև ինձ թվում է մենք մի քիչ շատ ենք տարված այն մտքով, որ ստեղծենք մի product, որը որ կլինի եզակի, որը որ որևէ մեկը չի ունենա, բայց իրականում շատ ավելի կարևոր է ոնց այդ կանես այդ գործը, էլի, այսինքն երբ որ սկսնակ մեկը որ ուզում է բիզնես սկսի, նույնիսկ սկսնակ բիզնեսմեն չի, երբ որ գալիս են ասում են մի հատ գաղափար ունեմ, որը որ ոչ մեկ չունի, որպես կանոն արդյունքում լսում ես մի բան, որը որ մեծ հավանականությամբ չի աշխատելու, դրա համար շատ ավելի կարևոր է ոնց կանես այդ աշխատանքը, քան ինչ կանես, էլի։ Դրա համար մենք հանգիստ ենք այդ առումով, որովհետև մենք իրոք կարանք կիսվենք սրտանց այն ինֆորմացիայով, որը որ մենք ունենք, որը որ ճիշտ օգտագործման դեպքում կարա մարդուն հաջողություն բերի։ Բայց այդտեղ այլ հարցը արդյոք կկարողանան ճիշտ օգտագործել, թե չէ, էլի։ Այդտեղ դրամատուրգիայով կիսվում է։ Շատ կարևոր է այդ։ Ես երևի տենց ոնց էլ չլինի շաբաթը երկու անգամ տենց մի հատ մի քիչ հեգնանքով որ ասեմ, տենց հանճարեղ միտք լսում եմ,
Ու խորհուրդս մեկն է, ասում եմ, այդքան կարևոր չի դա, որ կամ ես կհավատամ կամ չեմ հավատա, կարևորը դու հավատաս ու կարևորը կարողանաս անել։ Հիմա եթե չկարողանաս անել, ինչքան ուզում ես լավ միտք լինի, էլի։ Այո, իրագործելը դժվար է բավական։ Մենք շատ ենք եզակիության վրա գնում։ Ոնց որ այդ եզակիությունն էլ նույնիսկ եզակի չի, էլի, այսինքն նմանատիպ շատ տարբեր բաներ կան, պարզապես նորմալ չի էլ ուսումնասիրվում։ Նախքան դա համարել շատ հանճարեղ միտք կամ գաղափար, էլի։ Շատ լավ։ Ովքեր կարող են մասնակցել ձեր միջոցառմանը։ Ոչ բոլորը։ Մեր միջոցառումը, ինչպես մենք ենք սիրում ասել, բիզնեսում որոշում կայացնելու մանդատ ունեցող մարդկանց համար։ Ավելի կոնկրետ բիզնեսի սեփականատիրոջ, հիմնադրի, բաժնետիրոջ, top կամ ինչպես ասում են C-level մենեջերի համար։ Այսինքն պարզապես ուսանողը կամ որևէ մի ընկերության շատ լավ աշխատակից է, թե իր համար հետաքրքիր չի լինի, թե ինքը հետաքրքիր չի լինի միջոցառման մասնակիցներին։ Դրա համար մեր գրանցումները բաց են, բայց մենք տոմս վաճառում ենք կամ հաստատում ենք հատուկ փոքրիկ հարցազրույցից հետո, որովհետև ինչպես նկարագրեցի, մեր նպատակն է, որ նստած լինեն որոշում կայացնող մարդիկ ու մենք կարելի ասել ատամներով փորձում ենք պահենք այդ սկզբունքը, որովհետև դա մեր միջոցառման կայացման կարևորագույն էլեմենտներից է։ Եթե գործարարը ինքը ունի շփման հետ կապված խնդիր, օրինակ, կան գործարար մարդիկ, որ փակ են, բայց նայում է ձեր իվենթը, լսում է հաղորդումները ձեր հաջողության մասին, գիտի, ինչ խորհուրդ կտակ այդ քայլը, որը լինի, որպեսզի ինքը ընդգրկվի միջավայրի մեջ, որովհետև հրաշալի հնարավորություն է։ Նաև քայլ է ինչ-որ չափով, որ օրինակ գա մասնակցի։ Միջոցառմանը պարզապես եթե բիզնեսմենը գրանցվել է պետք ու մասնակցել միջոցառմանը, մնացած ամեն ինչ, այսպես ասած, մենք հոգացել ենք եւ նաեւ միջոցառման հաջողության գրավականը կարող եմ նշել, որ դա է, որովհետեւ իսկապես մարդիկ բնույթով շատ տարբեր են ու մեր շրջապատում կան գործարարներ, ովքեր բոլորը հասկանում են, որ նեթվորքինգը կարեւոր է, բայց մի մասը կարողանում են դա անել պրակտիկ կյանքում, մյուս մասը չի կարողանում դա անել ու հենց մեր նպատակը նա է, որ կարողանանք այդ առումով էլ այդ պատնեշը մարդկանց համար այնպես անենք, որ կանդված լինի ու հասանելի լինի բոլորի հետ ծանոթանալ։ Եվ դրա համար մենք մի քանի ֆորմատով այնտեղ հատուկ կարողանում ենք մեթոդաբանությամբ այնպես անենք, որ մարդիկ կարողանան ծանոթանալ։ Ու իրականում շատ հետաքրքիր է այդ պահը, հիմա ինչքան նկարագրեմ դժվար կլինի դա բացատրել, բայց երբ որ այդ process-ը սկսում է, որևէ մեկը կողքից չի կարող ասել ով է բնույթով էքստրովերտ կամ ով է բնույթով ինտրովերտ, որտեղ բոլորը սենց ինչ որ դառնում են գերէքստրովերտ։ Դա էլ կարծում եմ միջոցառման հաջողության գրավականն է ստեղծել դաշտ պարարթող, որպեսզի մարդիկ կարողանան full օգտագործեն դա։ Դա ես համարում եմ մեր ոնց որ հաջողությունը ամենամեծ այս միջոցառման շրջանակում, իսկ առհասարակ նեթվորքինգի համար պետք է զարգացնել ընդհանրապես, ոնց որ ամեն ինչի մեջ այդ նույն պատասխանն է հնչում, այստեղ էլ է այդպես։ Օրինակ մենք միգուցե բնույթով ես եւ գորը շփող ենք, բայց դրանով հանդերձ միևնույնն է պետքա դա վարժեսնես։ Օրինակ որ մենք էլ մեզ համատում ենք 10 տարի առաջ եւ հիմա շատ տարբեր ենք։ Պետքա համարձակություն, պետքա պրոակտիվություն, բառը կարող եմ չէ օգտագործել։ Պետքա պրոակտիվություն եւ պետքա մյուս կարևոր բանը, որի մասին ավելի քիչ է խոսվում, դա էլ նշեմ, կարծում եմ պետքա նաեւ հստակեցնել ինչ է հետապնդում այդ կապի մեջ, որը որպես կանոն չի լինում։ Մարդը նախաձեռնում է կապ, կապը ստացվում է, բայց չգիտի ինչ է ուզում կամ ինչ է առաջարկ։ Այստեղ շատ են դիմում, ինչ որ հարցով դիմում են, ու չես հասկանում այդ հարցը ինչի համար է։ Այսինքն ինքն է ուզում օգտվի, ուզում է որ դու օգտվես եւ այլն։ Կարծում եմ այս երկու գործոնները, եթե պարբերաբար ուղղակի մարդը հստակ ֆիքսի ինչ է առաջարկում եւ կարողանա համարձակ լինել, մնացածը ուղղակի ժամանակի հարց է, որ պարբերաբար ուղղակի փորձելուց հետո կստացվի։ Կա հաջողված կապ, արդեն հաջողված փոխհարաբերություններ, որոնք ստեղծվել են ձեր կազմակերպած միջոցառումների շնորհիվ։ Իրականում շատ, սա կլինի մեր 4-րդ միջոցառումը։ Մենք արել ենք Միացյալ Նահանգներում 2024 թվականի հունվարին, անյութեւ ապրիլին արել ենք Երևանում եւ այս տարի 25-ի ապրիլին արել ենք Պեկինում։ Մենք ականատեսն ենք, ինչպես անծանոթ մարդիկ ծանոթանում են ու միջոցառումից հետո ժամերով խոսում են։ Հետո հաջորդ օրն են հանդիպում, հետո ինչ-որ գործողություններ է սկսում ու մենք շատ ֆիդբեքներ ես ստացել եմ վստահ եմ ելնել, որ այդ ձեր միջոցառման ժամանակ այս մեկի հետ ծանոթացա շատ օգտակար էր կամ էս ինչ բան եղավ, շատ։ Իրականում մենք այդ մասին մտածում ենք ինչ-որ կերպ այս ոնց որ պետքա մոնիտորինգ անել, որովհետև պետքա հավաքագրել այդ պատմությունները, մի փոքր բարդ է, բայց պետքա հավաքագրել, բայց իրականում շատ կա ու այդ էներգիան իրոք որ Էմիլը նկարագրեց, իրոք այդպես է ու տևական ժամանակ մնում է։
Իմիջիայլոտ ես այսօր քիչ առաջ հաստատում ստացա դեսպաններից կան որ խոսում ենք Միացյալ Նահանգների դեսպանատնից, որ դեսպան Քևինը մասնակցել է մի միջոցառմանը, իմիջիայլոտ փոքրիկ backstage բան պատմեմ, մի networking միջոցառման էինք եւ առիթ բաց չթողեցինք, մոտեցանք իրեն եւ պատմեցինք մեր միջոցառման մասին եւ նա խնդրեց, որ օրը մի փոքր փոխենք, մենք փոխեցինք, գնացինք այդ ռիսկին եւ մտածում ենք արդյոք կստացվի թե չէ ամեն դեպքում մեծ երկիր է ներկայացնում, այսօր քիչ առաջ հաստատում ստացանք, ունենք նաեւ Իսպանիայի բողդեսպանից հաստատում եւ մի շարք այլ ուղղություններ եւս աշխատում ենք ակտիվ, ինչպես նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է ներկա լինելու, հրավիրել ենք, հաստատել է, այսպես բավական հետաքրքիր ոնց որ բազմաշերտ շփում է սպասվում մասնակից գործարարներին։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին, առավոտյան ժամը 11-ից գրանցումները սկսում ենք եւ երեկոյան 8-ին արդեն կավարտենք միջոցառումը Կորսուջանի հրաշալի կատարմամբ։ Միջոցառումը տեղի կունենա O2 Gardens-ում, որը հրաշալի ծաղկածածկույթով գեղեցիկ վայր է շատ եւ այդտեղ հնարավորություն կունենանք գեղեցիկ ծաղկաշատ միջավայրում networking անել, շփվել, նոր կապեր ստեղծել եւ լսել հետաքրքիր խոսնակների։ Իմիջիայլոց անցյալ տարի էլ այս տարի եւս մեր կարելի ասել սիմվոլը ուղղաթիռն է։ Անցյալ տարի մենք խոսնակներով միջոցառման վայր ժամանեցինք ուղղաթիռով, այս տարի եւ այդպես է լինելու, բայց որոշեցինք հետաքրքիր բան անել, կիսվել այդ յուրահատուկ, այսպես ասած, մուտքը մեր միջոցառման մասնակիցներից որևէ մեկի հետ։ Այսպեսով մրցույթ ունենք, այն մարդիկ, ովքեր մինչև հունիսի 3-ը կգրանցվեն, այս մարդկանց շրջանակում պատահականության սկզբունքով, հատուկ գործիքով ընտրվելու է մեկը, ով այդ օրը մեզ հետ, մեր հատուկ խոսնակի հետ կժամանի միջոցառման վայր։ Ընդհանրապես պետք է գրանցվել, ձեռք բերել տոմս մինչև հունիսի 3-ը։ Հրաշալի։ Ամենաարագ որոշումը ինչ ժամանակահատվածում եք կայացրել եւ ամենադանդաղը ինչ օրերի ընթացքում։ Ամենադանդաղը էլ չենք կայացրել։ 2 տարի է գնում է։ Ամենաարագն էլ եւ ինձ նահանգների LinkedIn լոկալ օրինակ կամ Պեկինին է ընտրենք։ Հա, իվենտների հետ կապված մենք առանձնահատուկ հեշտ ու արագ որոշումներ ենք կայացնում, հետո կրակն ենք ընկնում մեկ-մեկ։ Լավ հուշեցի, շատ հետաքրքիր որոշում կայացրեցինք շատ արագ։ Մեր Միացյալ Նահանգների իվենթի հետ կապված շատ զավեշտալի ստացվեց մեր որոշում կայացնելու, ուղղակի լանչ էինք անում միասին ու քննարկում ենք Միացյալ Նահանգներում թե ինչքան հագեցած է լինելու մեր գրաֆիկը, հետո դրեցինք մեր ամբողջ ընկերների, գործընկերների, բիզնես համայնքի ցանկը փորձեցինք խմբագրենք, հասկացանք, որ այնքան շատ են, որ եթե մենք պայմանական օրական 7-8 հանդիպում ունենանք, միևնույնն է մեծ մասին չենք հասցնելու հանդիպել։ Ու տեղ հումորով ասացինք, կարող է LinkedIn լոկալ անենք, իրականում շատ հումորով էինք ասում, ու այդ բանից հենց երկուսս էլ մի բան լրջացանք, ու երկուսս էլ հասկացանք, բայց ինչի՞ չէ որ։ Ու տենց այդ միջոցառումը այնտեղ կայացրեցինք, ընդհանրապես երևի մի 2-3 շաբաթվա 10-15-20 օրվա ընթացքում ենք այդ որոշումը կայացրել ու սկսել գործընթացը, ու այնտեղ մարդիկ որ մեզ տեսնեն, ասում են որ նահանգից եք, ու չէին հավատում որ մենք ինչքան ժամանակ այստեղ եք։ Մենք քանի մի 5-6 օր, 7 օր երևի երբ էր 18-ին էր, արդեն 2 շաբաթից մի փոքր շաբաթ, հա, մեր խոսքով։ Այն մեր զրույցի ընթացքում օրինակներով, թեկուզ որ 10 տարի առաջ այսպես էինք, հիմա այսպես է, անընդհատ համեմատում էիք, հետեւաբար կարելի է ենթադրել, որ դուք ունեք ռազմավարություն, թե ինչպիսին եք տեսնում թարգեթինգ ընկերությունը 5 կամ 10 տարի անց։ Անկեղծ։ Այո։ Քանի որ մենք հիմա ապրում ենք շատ փոփոխվող շրջանում, իրոք թե քաղաքական, աշխարհակաղակական, թե տեխնոլոգիական առումով պերմանենտ ցնցումների եւ փոփոխությունների մեջ ենք։ Հենց այս փուլում մեր ընկերությունը անցնում է ISO ստանդարտացում, որի շրջանակներում հենց այդ ռազմավարությունը փորձում ենք գրել, այսինքն ներդարձնենք, ունենք վերջնական տեսք չունենք, բայց ունենք պատկերացումներ, ցանկություններ, երազանքներ, որոնք փորձում ենք բերել ռացիոնալ ու մասնագետները մեզ օգնելու են։ Հատկապես վերջին փուլում, երբ որ արտագաղթը հագնացած է, շատ գործարարներ կան, գիտեն, որ ապրեն դրսում ավելի բարեկեցիկ կլինի ամեն ինչ, հնարավորությունները ավելի մեծ կլինեն, բայց նաև կան գործարարներ, մարդիկ, որոնք շարունակում են ապրել հայրենիքում, որոշում են կայացրել, որ բոլոր դժվարությունները պետք է անցնեն հայրենիքում։ Մի ընդհանուր հարց եմ տալիս, որպես մեր հայրենիքում ապրող գործարարներ, հարկ վճարող, ստեղծող, ստեղծագործող, ինչպիսին եք պատկերացնում հայրենիքը 10 տարի անց, որտեղ շարունակելու եք ձեր գործունեությունը։ Դե միշտ կարելի է ամենամեծ բաները երազել ու կարծում եմ բոլորս էլ երազում ենք այդպես։ Մի քանի օր առաջ մի Ռուսաստանից ժամանած ընկեր ունենք ու
երբ որ խոսում ենք իր հետ, ինքը կրթական ոլորտի հետ սերտ կապ ունի, այստեղ Ոչ միայն ժամանած, այլ նաև ստեղ ապրում։ Ստեղ ապրում է, հա, այսինքն տեղափոխվել է ստեղ, գործունեություն է ծավալում եւ այլն, ու բավականին հաջող գործունեություն է իրականացնում, ու կարծում եմ երևի ինձնից եւ Գորից ավելի շատ է ինֆորմացված մեր ավելի կրտսեր սերնդի վիճակից, ինչ է կատարվում, քանի որ գործի բերումով հենց կրթական ոլորտում է ու այդ սերնդի հետ է առնչվում։ Շատ դրական բաներ ասաց, որը որ իրականում շատ հաճելի էր, որ հատկապես դու լսում ես ոչ թե քո հայրենակցի կողմից, որտեղ որ սուբյեկտիվության գործոն կարա լինի, այլ լսում ես ազգության ռուս մարդուց, ով այստեղ չի ծնվել, մեծացել։ Իրականում շատ մեծ հույս առաջացրեց, ոգևորություն առաջացրեց, որովհետև դժվար է մեր օրերում տենց ինչ որ երազելուց բացի նաև իրոք սրտանց հավատալ դրան, բայց ամեն դեպքում չհավատալու դեպքում էլ ոնց որ թևաթափ ես լինում ու որևէ բան անել չես էլ ուզում, հա, որովհետև նաև մոտիվացիան, ինչպես քիչ առաջ նշեցի, մեր դեպքում կարծում եմ ուղղակի բիզնես անելը ինքը մի քիչ անհետաքրքիր է, էլի, որովհետև ավելի կարևոր հարցեր կան օրակարգում։ Երբ որ չարաբաստիկ պատերազմը սկսեց, կարծում եմ յուրաքանչյուր գործարար այդ պահին ավելի կարևոր բան ուներ իր առջև դրված ու իհարկե պետքա հաշվի առնել, որ նմանատիպ օրեր կարան լինեն ու արդյոք մենք պատրաստ ենք դրան, թե չէ, էլի, դրա համար շատ կարևոր է, որ ոնց որ մենք ոչ թե այդ օրերին տենց նայենք, այլ փորձենք իրականում միշտ տեսադաշտում պահենք այն ինչ որ եղել է ու այն ինչ կարա լինի, ու միգուցե ավելի ստապ լինենք ու տենց այդ ռելաքս ռեժիմը չմիացնենք, էլի մեզ մոտ, ավելի միշտ այդ ոնց որ բիզնեսի մեջ են ասում, այդ պատերազմական վիճակում լինես, որ երբեք չթուլանաս, հա, որ թշնամին կարա առաջ գա, մեր ընկերներից չեմ հիշում, որ դա ասում, բիզնեսն էլ պատերազմի պես է։ Հիմա մեր դեպքում դա ավելի սուր է, անհամեմատ ավելի սուր է, միգուցե որ մենք Շվեյցարիայում ապրենք, կարելի է շատ անհոտ բիզնես անել ու ուրախանալ, որ ինչ-որ մի բան ստացվում է, բայց մեր դեպքում անում ես, հետո հենց այդ դեպքը գալիս է հասունանում է, ոչ մի բան աշկիտ չի երևում, ինչի վրա ուրախանաս։ Դրա համար պետք է ուղղակի անել ավելին ու միշտ փորձել տենց մտքում ունենալ, որ պետք է նաև ավելին անես նաև երկրի համար։ Ավելի բարեխիղճ ճարկատու լինելով ու մնացած, չգիտեմ, սոցիալական պատասխանատվությամբ, ակտիվությամբ, որը որ մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք հնարավորինս անել։ Մի ընկեր ունենք, ասում է, Միացյալ Նահանգները շատ լավ երկիր է, բայց մի հատ խնդրեմ կա, դա մերը չի։ Հիմա կամ որ սա մերն է, բանպատասխան վերաբերմունք է պետք, այսինքն մենք չենք ընտրել միգուցե, բայց լավն է, վատն է, ինչ է, մերն է, ու մենք սիրում ենք ու այստեղ ենք մենք ծնվել, բոլոր հնարավորություններ ունենալով շատ տարբեր տեղերում նույն գործունեությունում ծավալել, միգուցե ավելի հաջող, մենք ընտրում ենք այստեղ ծավալել, որտեղ սա մերն է առաջին, երկրորդը, այո, հավատքի բաղադրի չկա, ամեն դեպքում by default ես էլ եմ լինել լավատես ենք, լավն ենք փորձում տեսնել ու ըստ դրա նաև կառուցել, նաև դա անուղղակի կարելի ասել ռոպագանդել։ Հրաշալի, շնորհակալ եմ շատ։ Սիրով։ Մարքեթինգ, SMM, PR աջակցություն ձեր բիզնեսի կամ ընկերության համար, շուկայում ճիշտ դիրքավորվելու եւ մեծ թվով վաճառքներ գրանցելու համար։ SMM ծառայություններ, որակյալ եւ բովանդակային քոնթենտի ստեղծում, հետաքրքիր սցենաներով ռիլերի պատրաստում, սոցցանցերի կառավարում եւ առաջխաղացում, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆոտո եւ վիդեո արտադրություն, համագործակցություն ԶԼՄ-ների, բլոգերների եւ ինֆլուենսերների հետ։ Եվ ամենակարևորը, որի հնարավորությունն ունեն միայն մեր գործընկերները։ Ձեր բիզնեսի մասին լսելի կլինի նաև բիզնես ելակետի հաջողված նախագծերում, որոնք Instagram-յան եւ YouTube-յան հարթակներում ապահովում են հազարավոր դիտումներ եւ հավանումներ։ Դիմեք Էկովիլ ընկերությանը եւ խնայողություն կանեք գումարային տեսքով։ Միանշանակ, աշխարհն արդեն անցել սոլարների։ Սովորական տան ծորակից եկող, այդ ինչպես է այդպես պատահում։ Գրոհեբլուն է, հենց այստեղ էլ գրված է։ Գրոհեբլու կաթացի, այո։ Կայցելեք մեր գործընկերոջ մոտ, The Garden ռեստորան, այնտեղ ձեզ սիրով կսպասեն։ Պայման մի օր կայցելենք։ Մեդիա ասոցիացիա։ Գրագետ եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ համար։ Փաթեթներին ծանոթանալու համար գրել էջին կամ զանգահարել 094 091 147 հեռախոսահամարով։